Կավագործությունը բնության 4 տարրերի՝ հողի, ջրի, օդի և կրակի փոխազդեցության արդյունքն են։ Երևի դրանից է, որ ամեն մարդ կավի հետ գործ անելիս իրան բնությանը մի քիչ ավելի մոտ ա զգում։ Հայերենում այս արվեստը ունի մի քանի անվանում, բայց նրանք բոլորը խոսում են նույն բանի մասին՝ կավին ձև տալու և հավերժացնելու։ Բրուտագործությունը ավելի հին արխայիկ տերմին է, որը ավելի կապված է կենցաղային ամաններ պատրաստելու հետ։ Կավագործությունը ամենաուղղակի անվանումն է, որը նշանակում է կավով աշխատանք, իսկ խեցեգործությունը ամենահամապարփակ տերմինն է, որը վերաբերվում է ոչ միայն կավով աշխատանքին, այլ նաև դրանից ստացած խեցեղենին։ Խեցեգործությունն ունի բազմաթիվ ճյուղեր, յուրաքանչյուրը իր գեղեցկությամբ և գիտությամբ։ Իտալական մայոլիկան հայտնի է իր բազմագույն, փայլուն, անթափանց ջնարակներով և հարուստ նկարազարդումներով։ Ֆայանսը ավելի ծակոտկեն, ցածր ջերմաստիճանով թրծված խեցի, որը սովորաբար ծածկվում է սպիտակ ջնարակով։ Ֆարֆորը խեցեգործության էլիտան է, ստացվում է կաոլինի ու բարձր ջերմաստիճանի միջոցով։ Այն թափանցիկ է, ամուր և ամենափայլունն է։ Իմիջիայլոց գիտություն է, որը դարեր շարունակ գաղտնի է պահվել։ Երբ Չինաստանում Յուան և Մինգ դինաստիաների օրոք զարգացավ կապույտ և սպիտակ ֆարֆորի արտադրությունը, դա ոչ միայն արվեստ էր, այլ նաև համաշխարհային դիվանագիտություն։ Այս թափանցիկ և ամուր ճենապակին դարձավ Չինաստանի տնտեսության զարգացման սիմվոլը։ Այն արտահանվում էր Պարսկաստան և Եվրոպա, դառնալով անհասանելի շքեղության գրավական։ Միայն 18-րդ դարի սկզբին գերմանացի քիմիկոս Յոհան Ֆրիդրիխ Բյոդկերը կարողացավ բացահայտել գաղտնիքը և հիմնադրել մայանսի ֆարֆորը։ Խեցեգործության անիվը մի օր դարձավ անմահության սիմվոլ ուրվականը ֆիլմի միջոցով։ Դեմի Մուրի և Պատրիկ Սուեյզիի հերոսների կավագործության տեսարանը ֆիզիկական կապի, ստեղծագործության և ինտիմության կատարյալ խորհրդանիշ։ Խեցեգործությունը մեր մշակույթի ամենամեծ վկայությունն է։ Կրակի միջոցով հավերժացրած մարդկային ձև։ Մարմինը պտտվում է, մատները սեղմում են, հոգին խոսում է, և ահա դու ունես աման։ Всё, մենք ունենք երկու վիդեո։